Պարոն Ղալիմյան, շտաբում խմացություն ալկոհոլով եք զբաղված, դուք չէ՞ք նկատում անդամներ, որտեղ մեծամասնությունը դուրս գալուց ալկոհոլի ազդեցության տակ է մի քանիսի անգամ ձեր գործընկերները հեռացրեցին այստեղից եւ որոնք իրենց վատ էին պահում դուք բոլորը հնարավորություն եք ունեցել շտաբ մտնել, ներսում բավականին մեծ թվով լրագրողներ են եղել եւ ներսում բացարձակապես ոչ մի գրամ ալկոհոլ չկա։ Ինչի է հետևանքը այդ ոչ ադեկվատ պահվածքները։ Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Ինչի է այդքան խմել, ինչ ա եղել։ Կարող է արդյունքներն են պատճառը։ Չէ, արդյունքները շատ լավն են։ Ինչքան լավ է։ Ես ասեմ, ես որոշակի առումով մտահոգվեցի նրա համար, այդքան քպականներով դուրս եք եկել։ Եթե մենք Պարոն Ղալիմյան, փարաքարում քպն պարտվել է ապրելու երկրին, կարող եք ասել։ Ես փարաքարից ոչ մի տեղ։ Մենք տվյալները հայտնում ենք ձեզ, փարաքարում քպն պարտվել է Ես ապրելու տվյալներ չունեմ։ Դե մենք ասում ենք ձեզ։ Դե ձեր ասածը իմ համար հիմք չի։ Կենտրոնական Ես չեմ տեսել, ինչ եք ուզում ասել։ Ես չեմ տեսել։ Բայց շատ վատ է, որ դուք չեք տեսել։ Որովհետև չեք հետևում, հա, ձեր տեխնատունը հաղթեց, չհաղթեց։ Վաղը կհետևենք, թվերը կնայենք։ Վաղը արդեն ամփոփված կլինի։ Իհարկե, բա պետք է ամփոփվի, որ հետաքրքիր չէ պաստորը Լյուդվիգ Գյուլնազարյանի ճակատագիրը։ Դա բայց պետք է վերջնական արդյունքներ հրապարակել։ որ վերջնական որ մի հոգի հարստա, որ մեկը Այնա ձեր թիկունքում կանգնած մարդը խմած է։ չեմ կարծում։ Բա եթե չի Թիկունքի կանգնած մարդը պարտադիր չի, որ մեր շտաբի հետ կապ ունենա։ Չգիտեմ ում մասն է խոսքը։ Այնա, ձեր շտաբից է դուրս գալիս։ Եվ վիրավորում, թիրախավորում լրագրողներին։ Սխալ են անում, եթե անում են, մեր շտաբի հետ կապ չունեն հաստատ։ Հիմա տվյալներն ինչպես է, որ Գյումրիում դուք կկարողանաք միայնակ իշխանություն ձևավորել, թե ոչ։ Նախնական տվյալները ոնց որ ոչ։ Իսկ ինչ է, որպես եք պատկերացնում այս դեպքում։ Դա թվերը միջև վերջ հրապարակվեն, որ պատկերացնենք։ Եվ ինչու գյումրեցին միանձնյա իշխանություն չվստահեց ԿՊ-ին ըստ ձեզ։ Այդ գյումրեցիներին պետք է հարցնել։ Չէ, դու իշխանությունն չէր արել։ Քաղաքացիական պայմանագրի վարկանիշներ ցածր։ Ոչ։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը գրավել առաջին տեղը եւ երկրորդ տեխնատուից գրեթե կրկնակյավել ձայնահավաք։ 51 բլիք չի ավարտել մեծամասնություն։ Նշանակում է ձեր վարկանիշը բավականին 9 քաղաքական ուժը մասնակցել ընտրությունների ընթացքը հետևել եք բավականին բարդ ընտրություններ են եղել եւ իմ կարծիքով 2 ամիս քաղաքապետի պաշտոնակատար աշխատած մարդու գլխավորությամբ եթե քաղաքացիական պայմանագիրը գրեթե 40% ձայնը հավաքել դա չի կարելի պարտություն համարել։ Ինչ նկատի ունեք պարոն Ղալիմյան, ինչով էր բարձրացած Դա իրավական process-ներ կար նախ չեմ ուզում նախորդ խոսալ, որովհետեւ ընտրակաշարքի համար մարդեր ձերբակալվել, հետո բաց թողնել նման խնդիրներ կան, եթե չեմ սխալվում 6 ահազանգ էլ այսօր եղել։ Արդեն մի քիչ հանդարտվեց արդեն վարժան։ Չէ, նորմալ չի ստա։ Պարոն Ազիզյան։ Կարգու կանոնին հետևում եք, այս շտաբում ուսում խմած լիքը մարդիկ կան։